Տիկին Ստեփանյան, արդեն տևական ժամանակ է, ինչ դուք բարձրաձայնում եք ձեր խնդրի մասին, կխնդրեմ հիմա առավել մանրամասն ներկայացնեք, ինչ ընթացքում է եւ ինչպես հասկանում ենք, լուծում չի տրվում, որ փորձում եք հանրային ձևով ձեր ձայնը բարձրացնել եւ լսելի դարձնել։ Հարցս գտնվում է դատական փուլում, երեք արդեն 7-րդ դատական նիստներ հետաձգվում է մեղադրյալին պաշտպան չունենալու համար, դե բնական է բոլորս ես անձամբ հասկանում եմ դա ինչին է տանում, ինքը որոշել եմ ձայնս հարցս բարձրացնելու, որպեսզի այս հարցին լուծում տրվի, ոնց հասկացա այս տարբերակով կարա իմ հարցին լուծում տրվի։ 23 թվին խաբեության զոհ եմ դառել Արման Նահապետյանի կողմից, տվել եմ 12,000 ԱՄՆ դոլար տղաներից սիրմաքարերը պատրաստելու համար, այդպես էլ չի պատրաստվել, գումարը հետ չի վերադարձրել, հիմա հերքում է, որ գումարի մի մասն է վերցրել, մի մասը չի վերցրել, հետո սպառնում է, որ էլ չի տալու, ինքը 4 միլիոնի համար չի դատվելու, որ դատվի էլ գումարա վճարելու դուրս գա։ Ինչով է սպառնացել ձեզ։ Ինչ է ասել։ Գումար ինքը ինձանից գումար չի ստանալու։ Թող դատեն 4 միլիոնի համար ոչ մեկ ինչ չի դատելու, իր բառերն է։ Անգամ եթե դատեն էլ գումարը վճարելու դուրս գա։ Իսկ հետաքրքրվել եք Արման Նահապետյանի անցյալով, ինչով է նա հայտնի։ Շատ կեղտոտ անցյալ ունի, 20 թվականից ինքը զոհվածների ծնողների հաշվին, զոհվածների ծնողների ցավի վրա ինքը Արայիկ Հարությունյանից իր խոսքերով շատ գումարներ էր վերցնում, բաժանում էր իբր թե ծնողներին, բերանները փակելու համար, մեդալներ էր տալիս բերանները փակելու համար։ Մի մարդ, որ զոհվածի ծնողի համար գումար վերցնի բերան փակելու, նրանից ինչ կարելի է սպասել։ Ինչքան ժամանակ է, որ դիմել եք դատարան եւ ինչ ընթացքում է հիմա։ 24 թվականի դեկտեմբերի 16-ից դիմել եմ քննչական, այնուհետև գործը եթե չեմ սխալվում 6 ամիս հետո գործը մտել է դատարան։ Մինչև այսօր։ Հիմա հաջորդ նիստը հունվարի 20-ին է, հույս ունեմ մինչև հունվարի 20-ը այս հարցը կլուծվի, որևէ փաստաբան իր հարցը կվերցնի, որովհետև արդեն 3-րդ փաստաբանը իբր թե հրաժարվում է իրանից։ Գումարը վճարել էիք, որպեսզի գերեզմանակարերը որևէ գործողություն, որևէ աշխատանքներ արվել են 12,000 ԱՄՆ դոլարի դիմաց։ Ոչ, այս երկու նկարները, որ քարերի վրա կա, դրանք առանձին վճարել եմ ես 230,000, էլի ինքն է ասել, ում պետք է վճարեմ, նա ես անձամբ վճարել եմ նկար սարքողին։ Հետո այնտեղ գետինը սարքելու համար ես էլի բացի այդ 12,000 ԱՄՆ դոլարից 180,000 դրամ արձեր տվել եմ իրան, ինքը իբր ուրիշ տեղից սենց որակով բազալտը առել, բերել, շարել են, այդ արել է, նկարներն ու այդ բազալտը արել է, բայց այդ գումարը չի մտնում 12,000 դոլարի մեջ։ Ձեր միակ տղաները Սամվել եւ Արսեն Ստեփանյանները երբ են զոհվել, որ պատերազմին։ 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արսենը, 20-ի լուսադեմին Սամվել։ Շնորհակալ եմ։